Բարի երեկո բարեկամներ։ Այսօր բոլորիս հետաքրքրում է, թե ինչ է իրականում կատարվում Իրանում եւ Իսրայելում, բայց տեղեկատվություն չկա, ինֆորմացիայի պակաս է։ Արդյոք Իրանը պարտվում է, թե ոչ, սա էլ է մեզ անհանգստացնում։ Իսրայելը սահմանափակել է բոլոր տեղեկատվական հոսքերը, Իրանն էլ տալիս է միայն այն, ինչը իր կարծիքով պետք է իմանա աշխարհը։ Հասկանալու համար կանեմ այսպես. Ընդհանուր համաշխարհային լրահոսից առանձնացրել եմ մի քանի գլխավոր հատվածներ։ Սկզբում կներկայացնեմ դրանք, հետո միասին կփորձենք վերլուծել եւ հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMCN հայկական հաղորդակցման ցանց հարթակում եք։ Դուք բաժանորդագրվեք, իսկ ես սկսեմ։ Պաշտոնական լրահոս։ Կսկսեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ 2 օր առաջ ԱՄՆ-ն խոցել եւ ոչնչացրել է Հորմուզի նեղուցի եւ Իրանի հարավ-արևելքում Բանդար Լենգե նավահանգստի մոտ տեղակայված մի քանի իրանական նավթատար եւ ռազմական նավեր։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեի սպանությանը, եթե նա հրաժարվի կատարել ԱՄՆ-ի պահանջները։ Մենք արդեն հաղթել ենք։ Իրանի ողջ ռազմական պոտենցիալը ոչնչացված է։ Իրանը չունի ոչ օդ ուժ, ոչ հակաօդային պաշտպանություն, ոչնչացված են նաև ռազմածովային ուժերը։ Մենք տրամադրված ենք հասնել բացարձակ հաղթանակի։ ԱՄՆ-ն պատրաստ է վերցնել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Սա Թրամփի երեկվա հայտարարություններն էին։ Այսօր նա դեռ ելույթ չի ունեցել։ Իսկ հիմա կանրադառնամ իրանական լրահոսին։ Իրանն ու Հեզբոլահը համատեղ գիշերը համակարգված հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսին, փորձելով շարքից հանել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ այն երկրները, որոնք կվտարեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեսպաններին, կստանան Հորմուզի նեղուցով ազատ անցնելու իրավունք։ Այսօրվանից սկսած գործի կդրվեն միայն 1 տոննա մարտագլխիկներով ծանր հրթիռները, մեծացնելով հարձակումների հեռահարությունը, ինտենսիվությունն ու տևողությունը։ Հեղափոխության պահապանների կորպուս հայտարարությունն արվել է 3։ Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը։ Բանակցություններն ԱՄՆ-ի հետ այլևս իմաստ չունեն։ Մենք ունենք երկխոսության դառը փորձ, որը միշտ հանգեցրել է պատերազմի։ Նրանք ամեն անգամ խոստանում են, որ չեն հարձակվի, բայց ցավոք ստացվում է հակառակը։ Ամերիկյան կողմի հետ այլևս բանակցելու ոչինչ չկա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչի։ Թրամփը սպանել է մեր գերագույն առաջնորդին։ Մենք երբեք չենք ների նրան։ Այս ամենը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կհասկանան, որ Իրանի վրա հարձակվելու իրավունք չունեն։ Իրանի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանի։ Իսրայելի մասով ոչինչ չկա։ Բայց եթե ինֆորմացիա չկա, ուրեմն ինչ-որ կարևոր բան կա պահելու, ինչի մասին աշխարհը պետք է չիմանա։ Բայց այնուամենայնիվ կան որոշակի կադրեր Իսրայելից։ Իրանական բազմաթիվ հրթիռներ հասել են իրենց նշակետերին։ Իսրայելի Թել Ավիվ, Հայֆա եւ այլ քաղաքներում կան ավերածություններ, վնասված են շենք-շինություններ, փլատակների են վերածվել բազմաթիվ բնակելի թաղամասեր։ Չնայած նրան, որ Իրանը հայտարարել է Իսրայելի ստրատեգիական կառույցների խոցման մասին, պաշտոնական տվյալներ դեռ չկան։ Ենթադրում են, որ Իրանը ճիշտ է ասում։ Դրա մասին փաստում է 2025-ի 12-օրյա պատերազմը։ Այն ժամանակ էլ Իսրայելից տեղեկություններ չկային, սակայն հետո պարզվեց, որ բազմաթիվ կարևորագույն կառույցներ այնուամենայնիվ խոցվել են։ Համենայն դեպս այսօր Իսրայելն ապրում է ամենօրյա տագնապի ռեժիմով։ Ու մեկ էլ այս թող ու բոհի մեջ հայտնվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու հայտարարում է,
որ Ֆրանսիան միջերկրական ծովի հարավային մաս է ուղարկում իր ռազմածովային ուժերը, եւ որ Փարիզը եւ նրա դաշնակիցները պատրաստվում են պաշտպանական առաքելություն իրականացնել Հորմուզի նեղուցում։ Սրանք էին համաշխարհային լրահոսի գլխավոր թեմաները։ Ինչ որ բան հասկացաք, բարեկամներ։ Օրինակ, ես հետևելով լրահոսին ոչինչ չեմ հասկանում, ավելի շատ մոլորվում ես։ Սրանք էին համաշխարհային լրահոսի գլխավոր թեմաները։ Ինչ որ բան հասկացաք, բարեկամներ։ Օրինակ, ես հետևելով լրահոսին ոչինչ չեմ հասկանում, ավելի շատ մոլորվում ես։ Հիմա ԱՄՆ-ն հաղթում է, թե ոչ։ Արդյոք Իրանը կորցրել է իր ռազմական պոտենցիալը, հարցեր ու հարցեր։ Հասկանալու համար այս ամենին պետք է նայել մեկ այլ տեսանկյունից, որ պարզ լինի ինչ է կատարվում։ Իդեպ այսպիսի մի միտք կա։ 2 օրը մեկ ներկայացնել համաշխարհային լրահոսի գլխավոր թեմաները եւ վերլուծել դրանք։ Բայց նախ եւ առաջ պետք է իմանամ, դա ձեզ հետաքրքիր է, թե ոչ։ Հետաքրքիր եւ օգտակար կլինի ձեզ համար, ինչ եք կարծում։ Եթե այո, ուրեմն բացի հիմնական թողարկումից կանեմ նաև այս մեկը։ Սպասում եմ ձեր արձագանքին, բարեկամներ։ Գրեք, բարեկամներ, մեկնաբանություններում գրեք հետաքրքիր կլինի արդյոք ներկայացնեմ ձեզ միջազգային լրահոսը, համաշխարհային լրահոսը եւ դրանց լողատակերը։ Մեկ օր կհետևեմ ձեր հաղորդագրություններին եւ միասին կորոշենք։ Իսկ հիմա փորձենք հասկանալ այսօրվա իրականությունը։ Ինչպես ասացի, այս ամենին պետք է նայել մեկ այլ տեսանկյունից։ Ասված խոսքն առ ոչինչ է, եթե ամրապնդված չէ գործով։ Կարծում եմ այս հարցում համաձայն եք, բարեկամներ։ Իրանում ռազմական գործողություններից մի քանի ամիս առաջ Իսլամական հեղափոխության կորպուսը մի քանի անգամ հայտարարել էր, որ հստակ գիտի Իսրայելի միջուկային ծրագրում ներգրաված գիտնականների անունները, նրանց բնակության վայրը, տեղաշարժի տվյալները եւ այլն, եւ որ Իսրայելի կողմից Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության դեպքում նրանք միանգամից կոչնչացվեն։ Որևէ մեկի ոչնչացման մասին տեղեկություն չկա, հակառակը։ Ոչնչացված են իրանցի գիտնականներ, բարձրաստիճան զինվորականներ եւ Իրանի հոգեվոր եւ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Խոսքերը գործ չդարան, սա մեկ։ Ռազմական գործողությունների առաջին օրից հեղափոխության պահապանները հայտարարում են, որ Հորմուզի նեղուցը փակ է։ Հետո ասում են բաց է։ Քիչ ուշ հայտարարում են, որ նեղուցը բաց է միայն բարեկամական երկրների համար։ Այսօր հայտարարում են, որ իրենք վերահսկում են նեղուցը եւ թույլ կտան անցնել միայն նրանց, ովքեր կվտարեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեսպաններին իրենց երկրից։ Իրար հակասող ինֆորմացիաներ։ Հիմա բաց է, թե փակ է Հորմուզի նեղուցը։ Սա այսօրվա Հորմուզի նեղուցի տվյալներն են։ Ըստ այս տվյալների Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, նավերը անխոչնդոտ տեղաշարժվում են։ Այս հայտարարությունների ֆոնին ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցում են իրանական նավերը։ Թրամփը հայտարարում է, որ պատրաստ է Հորմուզի նեղուցի անվտանգությունը վերցնել իր վերահսկողության տակ։ Նույն օրը Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ նրանք պատրաստ են ապահովել Հորմուզի նեղուցի պաշտպանական առաքելությունը։ Հիմա հարց. ինչի հենց սկզբից ԱՄՆ-ն չհարվածեց եւ չվերցրեց Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Դրա համար կային բոլոր անհրաժեշտ միջոցները, բայց չարեց։ Հորմուզի նեղուցը միջազգային ծովային ճանապարհ է, որից օգտվում են բոլորը, այդ թվում նաեւ Եվրոպան։ Ենթադրվում է, որ դրա պաշտպանությունով անհանգստացած պետք է լինեն նաեւ եվրոպական երկրները։ Ու Թրամփի հայտարարությունը Հորմուզի վերահսկման մասին վերաբերվում էր Եվրոպային։ Դրա համար էլ Ֆրանսիան միանգամից արձագանքեց։ Պարզվեց, որ Հորմուզի նեղուցը փակելը այդքան էլ հեշտ բան չէ։ Նախ որ մյուս ափին Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցներն են ու երբ կարիքը լինի, նրանք կարող են միջամտել, հիմա դեռ չկա։ Հորմուզի նեղուցը վերահսկելու համար պետք են մինիմալ միջոցներ, օդուժ, հետախուզական տվյալներ, ինչը հիմա Իրանը չունի, Ռուսաստանն է տրամադրում։ Չկա նաև հակաօդային պաշտպանություն։ Տեղակայել միայն ռազմական նավեր եւ ասել, որ վերահսկում ենք, առնվազն արկածախնդրություն է։ Ցանկացած պահի դրանք կարող են ոչնչացվել հեռահար հարվածներով։ Այսինքն Իսլամական հեղափոխության կորպուսի այն հայտարարությունները, որ իրենք վերահսկում են Հորմուզի նեղուցը, իրականության հետ ոչ մի կապ չունեն։ ԱՄՆ-ն դեռ չի մոտենում, որովհետև իմաստ չունի։
հերավար ամեն ինչ նրանց վերահսկողության տակ է։ Այդ իսկ պատճառով Հեղափոխության կորպուսը հայտարարել է նեղուցի ականապատման մասին, այլ տարբերակ չկա, բայց դա էլ է դատարկ հայտարարություն։ Սա էլ եւս մեկ դեպք, երբ խոսքը չի համապատասխանում իրականությանը։ Գնացինք առաջ։ Մի քանի օր առաջ Հեղափոխության կորպուսը հայտարարել էր, որ խոցել է ամերիկյան Աբրահամ Լինկոլն ավիակիրը։ Հետո պարզվեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հրթիռներ էին արձակել, բայց չէին խոցել։ Եվս մեկ դեպք բարեկամներ, երբ Իրանը հայտարարում է պաշտոնապես մի բան, բայց իրականությունն այլ է։ 4 օր առաջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել էր, որ ներողություն է խնդրում հարևան երկրներից, որ Իրանը այլևս չի հարվածի նրանց, եթե նրանք չհարվածեն Իրանին։ Փեզեշքյանի այս հայտարարությունը բազմաթիվ լրատվականներ մեկնաբանեցին այսպես, որ Իրանի նախագահն ասում է հարևան երկրներին՝ մի թողեք, որ ԱՄՆ-ն օգտագործի ձեր տարածքը, մենք էլ չենք հարվածի ձեզ։ Միգուցե այդպես է։ Բայց կա նաև մեկ ուրիշ տարբերակ, որ Իրանն այլևս այդքան հրթիռ չունի, որ հարվածի հարևան երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին։ Ինչու եմ այդպես մտածում։ Իրանի համար իրական թիրախները Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են։ Ցանկացած մեկ այլ երկիր կկենտրոնանար միայն այս երկու երկրների վրա, բայց Իրանը գնաց այլ ճանապարհով։ Ռազմական շոու կազմակերպեց, աշխարհին փորձում էր ցույց տալ իր ուժը, ակնկալելով, որ այս ամենը շուտ կավարտվի, բայց չստացվեց։ Իսկ հիմա արդեն մնացել է հրթիռների հաշված քանակ։ Դրա մասին է վկայում Հեղափոխության պահապանների հայտարարությունը, որ եկել է 1000 կիլոգրամանոց մարտագլխիկներով ծանր հրթիռների ժամանակը։ Իմ կարծիքով բոլոր հրթիռները վերջացել են եւ մնացել են միայն 1000 կիլոգրամանոցները, ամենահզորները, ամենաուժեղները։ Սա կարծիք է, ճիշտ է թե սխալ կիմանանք ուղիղ 3 օր հետո։ Սա էլ է կարծիք։ Եվ երրորդը։ Ինչու ԱՄՆ-ն ունենալով ժամանակ եւ հնարավորություն չէր ամրապնդել մեր արևելյան դաշնակից երկրներում տեղակայված իր ռազմաբազաները։ Հանգիստ կարող էր տեղակայել այնտեղ լրացուցիչ հակաօդային պաշտպանություն, ուղղաթիռներ, լրացուցիչ կործանիչներ, բայց չարեց։ Ինչու։ Երկու պատասխան կա։ Սա հստակ ռազմաքաղաքական մարտավարություն է, որը ուղղված է Սաուդյան Արաբիայի, Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի եւ Կատարի ղեկավարներին, որ չի կարելի պարզապես վայելել կյանքը եւ չմասնակցել դրա համար պայքարին։ Նախ իրենք պետք է իրենց կաշվի վրա զգան ինչ է նշանակում պատերազմ եւ պատասխանատվություն։ Հետո մի քիչ անհանգստանան իրենց ապագայի համար, որ տեղներից շարժվեն։ Սա առաջին պատասխանն էր հարցի, հիմա երկրորդը։ ԱՄՆ-ն գիտեր, որ Իրանը սկսելու է անկանոն հարվածել հարևան երկրներին։ Թող հարվածեն, թող խոցեն, թող ուրախանան եւ այդպիսով սպառեն իրենց զինանոցը։ Սա էր Ամերիկայի Միացյալ Նահանգների մարտավարությունը։ Հիմա Իսրայելի մասին։ Իսրայել ասելով ես հասկանում եւ պատկերացնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, չկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, չկա Իսրայել։ Սա բարեկամներ իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Կարող եք համաձայնել, կարող եք ոչ։ Այդ իսկ պատճառով Իսրայելի մասին խոսելն ավելորդ եմ համարում, այսքանը։ Եզրակացություն։ Այն, ինչի մասին խոսել է մինչ օրս Իրանը, ոչինչ չի արել, բացի հարևաններին հարվածելուց։ Այն, ինչ ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, հերթով իրականացնում է։ Ինչ է կատարվում այսօր Իրանում հարցի պատասխանը շատ պարզ է։ Իրանը այսօր շատ ծանր եւ վատ իրավիճակում է։ Ոչնչացված են Իրանի միջուկային օբյեկտները։ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանը ռմբակոծվել է մի քանի անգամ, ինչի հետևանքով ոչնչացվել են առնվազն 16 ինքնաթիռներ։ Մարտի 6-ի Իրանի պաշտոնական տվյալներով իրանական զինված ուժերի կորստները 3000-ից ավելին էին։ ԱՄՆ-ն ունի 167 վիրավոր եւ 5 սպանված զինվորականներ։ Սա պարզապես տեղեկություններ թվերի տեսքով։ Բայց սա դեռ չի նշանակում, որ Իրանը պարտվել է։ Իրանին հաղթելը հեշտ բան չէ, գրեթե անհնարին է։ Իրանը ինքը պետք է հանձնվի, այլ տարբերակ չկա, ինչին ձգտում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իրանը փորձում է դիմանալ։ Կդիմանա թե ոչ, ցույց կտան առաջիկայում ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Այո, բարեկամներ, բանակցությունները, ես այդպես եմ կարծում։ Ու մի անհանգստացնող հարցի եւս պատասխանեմ, բարեկամներ։ Ես կողմնապահություն չեմ անում։ Չեմ պաշտպանում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, չեմ գցում Իրանին, ավելին ես անհանգստացած եմ Իրանի ճակատագրով։ Ես հիմա ներկայացրեցի փաստեր, իրականություն, այն ինչ հիմա տեղի է ունենում հողի վրա,
Մնացածը արդեն ձեր գործն է հասկանալ, դա ճիշտ է թե չէ, կհավատաք ինձ, թե ոչ։ Եթե կողմնակալ դիրք բռնեմ, այս իմ հաղորդումը, այս իմ ասվածը առ ոչինչ է, նշանակություն չունի։ Տալիս եմ, նորից եմ կրկնում, օբյեկտիվ տեղեկատվություն։ Ես սպասում եմ ձեր մեկնաբանություններին, բարեկամներ։ 2 օրը մեկ վերլուծեմ եւ ներկայացնեմ միջազգային համաշխարհային լրահոսը թե ոչ։ Գրեք եւ բաժանորդագրվեք մեր AMCN եւ AMCN News YouTube-յան եւ Telegram-յան ալիքներին։ Ես Հարություն Մանուկյանն եմ։ Դուք AMCN հայկական հաղորդակցման ցանց հարթակում եք։ Մինչ նոր հանդիպում։